Չնայած դեռ անցած տարեվերջից խոսվում է Ռուսաստանի Դաշնության ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան այցի մասին, անգամ մոտավոր ժամկետ էր նշվում փետրվարի վերջերին, սակայն օրերս արժանախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Մատվիենկոյի այցը նախատեսվում է հունիսի 5-ից 6-ը։ Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան ռուս-հայկական միջպետական հարաբերությունների նոր լիցք հաղորդելու համար։ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչու է այցն այդքան հետաձգվել։ Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդու պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնելու, մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։ Սակայն ՌԴ-ում, ինչպես ասում է, Նիկոլի արդյունքներին չեն հավատում եւ որոշել են փաստերով, ապացույցներով հավաստիանալ։ Դիցուկ պահանջ է ներկայացվել, որ ՀՀ իշխանությունները չեղարկեն Եվրաքվեի նախագիծը, երկրորդ ընթերցման հետաձգումն էլ դրանով է պայմանավորված ու չի բացառվում, որ այն առհասարակ չեղարկվի։ 3 ԿԸՀ-ն հրապարակեց Գյումրու եւ Փարաքարի ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների անուններն ու առաջին 3 համարներին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջին եռյակն այս տեսքն ունի Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Էմմա Բարսեղյան։ Այսինքն վարչապետի խոսնակ Նազարի Բաղդասարյանը, որը նախորդին գրել էր, թե ցուցակի երկրորդ համարն ինքն է դուրս է մնացել։ Երկրորդ տեղում վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի ազգականն է, նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։ Չնայած Վահագն Մկրտչյանը թիմի համար ընդունելի անձ չէ, սակայն Աննա Հակոբյանի պարագան իր դերը խաղացել է եւ նրան ավականի են մտցնում որպես Գյումրու քաղաքապետի պահեստային տարբերակ, որ եթե Սարիկն իշխանության վստահությունը կորցնի, փոխարինող ունենան։ Երրորդ համարը Էմմա Բարսեղյանը Շիրակի մարզպետարանի աշխատակից է, ՔՊ Գյումրու Երիթևի համակարգողն է։ Նա դեկտեմբերին ՔՊ-ի պրայմերիզին է մասնակցել եւ ստացել 113 ձայն, որն ամենավատ արդյունքը չէր։ Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն օրերս Հայաստան է վերադարձել։ Արցախցի քաղաքական գործիչները, մասնավորապես խորհրդարանականները, սրտատրոփ սպասում են նրա հետ հանդիպմանը։ Եկող շաբաթ Արցախի ներկայացուցչությունում նրանք Օսկանյանին կհյուրընկալեն։ Մեծ հույսեր ունեն, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված Օսկանյանը լավ լուրերով է Հայաստան վերադարձել։ Հիշեցնենք, որ այս հանձնախումբը Օսկանյանի գլխավորությամբ զբաղվում է արցախցիների հիմնարար իրավունքներով եւ գլխավորապես վերադարձի հարցով ու միջազգային հարթակներում բազում հանդիպումներ են ունենում հարցին լուծում գտնելու ակնկալիքով։